Սիրելի երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ, օգոստոսի 22-ին Սևան Ֆեստիվալ City-ում, դա այն տարածքն է, որտեղ տեղի ունենում Սևան Startup Summit-ը, տեղի ունենալու Վարչաֆեստ առաջին մրցույթ փառատոնը երաժշտական, ինչ է այդ փառատոնը իրենից ներկայացնում։ Մի քանի փուլ հաղթահարած երիտասարդ երաժշտական խմբերը հանդես են գալու իրենց երաժշտությամբ եւ ժյուրիի ու տեղում ներկա գտնվող հանդիսատեսի քվեարկության արդյունքներով որոշվելու է հաղթողը, լինելու է մրցանակաբաշխություն, դրամական պարգևներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա բուն մրցութային process-ն է, բայց իհարկե զուգահեռ տեղի է ունենալու մեծ տոնախմբություն, լինելու է տոնավաճառ, լինելու են ժամանցային ծրագրեր, խաղեր, լողափին լող եւ այդպես շարունակ։ Իհարկե մրցութային ծրագրից առաջ նաեւ լինելու է շատ լավ համերգ, հանդես են գալու Լավելի խումբը իր 30-ամյակի առիթով եւ հանդես է գալու Come Friends խումբը, սա մրցութային ծրագրի դուրս, այսինքն մրցութային ծրագրից առաջ եւ բնականաբար որտեղ երաժշտություն, այնտեղ պար, ժամանց, շփումներ, սնունդ, կարճ ասած փառատոն բառից բուն իմաստով լինելու են նաև տաղավարներ Գեղարքունիքի մարզի մեր սիրելի հայրենակիցները կներկայանան իրենց արտադրանքով, ապրանքներով, ծառայություններով, ուտեստներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա օգոստոսի 22-ին այցելուների համար ծրագիրը սկսվելու է 12:00-ից եւ այդ օրը օգոստոսի 22-ի առավոտյան ժամը 09:30-ին Երևանի Սասունցի Դավիթ կայարանից գնաց կմեկնի ուղիղ դեպի փառատոնի տարածք, իսկ երեկոյան 22:30-ին կվերադառնա Երևան երկու ուղղություններով էլ առանց կանգառի եւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են փառատոնով, դեպի տարածք, ասեմ նաեւ, որ մուտքը ազատ է, որևէ վճար չի նախատեսվում, բոլորիդ հաճույքով հրավիրում ենք ներկա գտնվել, հաճելի ժամանակ անցկացնել եւ լսել լավ երաժշտություն, քվեարկել, որոշել հաղթողին։ Բայց նաեւ ասեմ, որ այցելությունները կարող են օգոստոսի 21-ից միանալ փառատոնին եւ վայելել վրանային գիշերակացը Սևանի ափին, կարող են գալ իրենց վրաններով, որոնց համար առանձնացված է տարածք, այսինքն դուք ձեր վրաններով կարող եք գալ եւ այդ վրանները տեղադրել, բայց նաեւ այնտեղ տեղում սիմվոլիկ գներով տրամադրվում են վրաններ եւ այն մարդիկ, ովքեր իրենց վրանով չեն գալիս, կարող են նաեւ տեղում վարձակալել վրաններ։ Ասեմ նաեւ, որ ես գնացքով գնալու երթուղին ասացի, բայց մարդիկ կարող են գալ նաեւ իրենց ավտոմեքենաներով, ավտոմեքենաների համար նախատեսված է կանգառներ կան, այսինքն կարելի է հարմար տեղավորվել, իսկ դեպի տարածք տանող ճանապարհները բավականին լավ վիճակում են գտնվում։ Այսքան ընդհանուր տեղեկատվությունը եւ իրոք երիտասարդներին եւ ոչ միայն երիտասարդներին սիրով հրավիրում եմ։ Այսինքն օգոստոսի 21-ից արդեն կարող են նրանք, ովքեր ուզում են գիշերակացով գնալ, այնտեղ տեղավորվել 22-ին, ամսի 22-ին ժամը 12-ից կսկսվի ծրագիրը, մրցութային փուլից առաջ տեղի կունենա Լավելի եւ Come Friends խմբերի համերգը եւ որից հետո տեղի կունենա մրցութային ծրագիր։ Այս ողջ ընթացքում տարածքում կլինի ուրախ տրամադրություն, սնունդ, խաղեր, լող, պար, շփումներ, սուրճ, թեյ եւ այդպես շարունակ, իհարկե այս սնունդը եւ այլն կլինեն վճարովի հիմունքներով, տրամաբանական գներով, ահա սա է
փառատոնի ընդհանուր պատկերը եւ նկարագիրը եւ կրկին ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրով հրավիրում եմ օգոստոսի 22-ին Սևանի ափին Սևան ֆեստիվալ City տարածքում, որը եթե գնում եք Ծովագյուղի կողմից գտնվում է Վարդենիս չհասած, իսկ Վարդենիսի կողմից դե բնականաբար Վարդենիսը մեծ Մասրիկը, փոքր Մասրիկը անցնում եք եւ այնտեղ իհարկե կլինեն ցուցանակներ եւ կարողանաք հեշտությամբ գտնել։ Լավ եղեք, սպասում ենք բոլորիդ, սպասում եմ բոլորիդ եւ սիրում եմ բոլորիդ։ Բարի ժամանց մեզ օգոստոսի 22-ին։